Հալելույա, քույր եղբայրներ, այսօր գտոնենք Պենտեկոստեի օրը, ինչպես ասի առաջ։ Պենտեկոստե 50-րդ օրը Զադիգեն հետո։ Պենտեկոստես էլ 50-րդ օր։ 50-րդ օրը Զադիգեն հետո ինչ կպատահեր Պենտեկոստեի օրը կամ հրյական դոներ։ Հրյաները հավաքված էին, քիչ հետո կգարտանք Կորզարակելը երկրորդ գլուխը հավաքված էին այդտեղ դարբեր երկիրներու հրյաները, դարբեր լեզուներու խոսող հրյաներ հավաքված էին Պենտեկոստեի օրը, քանի որ Պենտեկոստեի օրը 5 դագարանի օրենքներից մեկն էր, որ մարդիկ իրենց այքիներուն առաջին ամենեն լավ բաժինը պիտի բերեին Աստծո նվիրեին։ Առաջին բդուղները, les prémices que c'est français, առաջին բդուղները պիտի բերեին Աստծո դային։ Եվ անորմալ հավաքված էին լեցուն մարդիկ Երուսաղեմ։ Եվ ինչ կպատահի? Գաբադայի այդպես, որ Աստված իր նոր թագավորության առաջին բդուղները գուտա մարդկանց։ Ոչ թե մարդիկ կբերեն իրենց առաջին բդուղները Աստծո, այլ Աստված Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին տալով առաջին բդուղները կհանե նոր թագավորության առաքյալներով։ Հասկանաք Աստծո իմաստությունը։ Նույն օրը կորձածե գսե ես ցեզի այս նոր իմ թագավորությանս երկնքի թագավորության առաջին բդուղները պիտի դամ։ Եվ այդ առաջին բդուղները Սուրբ Հոգիով այդ նոր հավատացյալներ ենք, իսկ մենք այդ առաջին բդուղներու շարունակությունն ենք, որը սկսավ 52,000 տարի առաջ Պենտեկոստեի օրով, առաքյալներով, Կորնելիոսով, եթե գիշեք, եւ հետո անդեղեն եկավ մեզի։ Հալելույա։ Կարծեք Աստված ուրախ է իր բդուղներով։ Ինչ կսեք։ Երբ որ թումփամը գցանես եւ առաջին լոլիկը դուրս կուկա, այդ առաջին լոլիկը որքան գսիրես։ Սուպկիրքը մեզ գսե առաջին ինձ տվեք։ Այդ դասանորդի միտքը գիտեք եւ նաեւ անտրանիկները առաջին բդուղը, միշտ առաջինը, առաջինը սեր ամենեն լավը, ինձ տվեք։ Եվ այստեղ ինքը իր ամենեն լավը մեզի տվավ Հիսուսը։ Եվ Հիսուսով Սուրբ Հոգին եւ Սուրբ Հոգիով առաջին բդուղը աշակերտները, ժողովուրդը նոր թագավորությունը սկսավ։ Ամեն, այս է Պենտեկոստեի միտքը։ Եկեք միասին այսպես ամփոփ Սուրբ Գիրքը շատ արագ ցևով գնանք առաջ։ Սուրբ Հոգի հետ կապված։ Շատ բաներ կլսենք, շատ բաներ լսել ենք, շատ բաներ գիտենք, Փարքիրոջ շատ բաներ փորձառություն ունենք, Փարքիրոջը այս համարները որ պիտի գարտամ եւ միասին կգարտանք, մեզ ցույց կտա որտեղեն եկավ, ինչ էր նպատակը, ինչու եկավ, ինչպես եկավ եւ ինչ ընելու համար եկավ։ Ինչու Սուրբ Հոգին մեկ խոսքով։ Եկեք հարց։ Ինչու Սուրբ Հոգին։ Աստծո որոշած բաններ, այս մեր որոշածը չէ։ Ես չեմ որ կորոշեմ Սուրբ Հոգին, Աստված որոշեց Սուրբ Հոգին։ Ես չեմ որոշել երբ Սուրբ Հոգին գուկա, ինք կորոշե երբ գուկա։ Ես չեմ որոշել Սուրբ Հոգին ինչ պիտի անի, ինք կանի ինչ որ իր ուզածին պես է։ Հարցը հետևյալն է, որ լավ կլինի որ մենք հասկանանք մենք, թե ինչու Սուրբ Հոգին։ Եվ առանց Սուրբ Հոգի ինչ է։ Սուրբ Հոգիով տարբերությունը ինչ է։ Մեկը Սուրբ Հոգի շատ անգամ գսենք Սուրբ Հոգի ունի, Սուրբ Հոգի չունի, այս մեր խոսածներն են։ Սուրբ Հոգի բարգեւը մգրդվեր է, չմգրդված, այս խոսքերը մենք գսենք։ Բայց Սուրբ Գիրքը ինչպես կներկայացնե, եւ վերջի այս բոլորը հասկանալուց հետո ֆրանսերեն գսե է ալող։ Է հետո։ Ասենք հասկացանք, հետո։ Ինչ կաչալերական էր այս շատ արագ ընթերցումները, որ միասին պիտի անենք առաջին Եզեկիելի մեջ, որ Դիանագույրը գարտած քիչ առաջ, Եզեկիել 36 համար 25-ին։ Համարներ պիտի գարտամ ցեզ այսօր։ Գնախնդրեմ ոչ թե քարոզեմ, այլ համարները ինքը խոսի մեզ։ Միան ագանջ տուր եւ սեդեր քիչ առաջ երկեցինք, աղոթեցինք, Սուրբ Հոգի դու մեր մեջն ես։ Եթե իսկապես մեր մեջն է, եթե իսկապես քո սրտիդ մեջն է, թող այս համարները քեզ հայտնի։ Եվ գայտնի։ Քանի որ իր նպատակը հենց էսա։ Աստծո խոսքը քո սրտիդ բերելն է։ Ամեն։ Նայեցեք ինչ կսե։ Մարգարեություն Եզեկիել։ Ուրեմն մարգարեություն է, թերփան չկա։ Աստված գմարգարեան է, մարգարեն գմարգարեան է։ Եվ գսե հետևյալը. Ծեր վրա մաքուր ճուր պիտի սրսկեմ։
մաքուր ջուր պիտի սրսկեմ օրմը եւ պիտի մաքրվիկ մաքուր ջուրը պիտի կա եւ պիտի մաքրվիկ այն մարդը որ ինքին կզկա շատ մեղավոր այս համարը գուրախանա այն մարդը որ ինք մաքրվելու պետք չի գարձե թե ինք մաքրվելու պետք չունի այս համարը ինչ մաքրվիլ ես արդեն մաքուր եմ ինչ սխալ եմ արել բայց նայեցեք պիտի մաքրվիկ Ձեր բոլոր բղծություններեն եւ ձեր բոլոր գուրկերեն ձեզ պիտի մաքրեմ բղծություն գուրկ աղդոտություն Աստված կխոստանա իր ժողովրդին իրեն հետևորդին մաքրի Ձեզի նոր սիրտ պիտի դամ եւ ձեր ներսիտին նոր հոգի պիտի տնեմ եւ ձեր մարմիններեն քարեղեն սիրտը պիտի հանեմ եւ ձեզի մարմներեն սիրտ պիտի դամ Իմ հոգիս ձեր ներսիտին պիտի տնեմ ու դուք իմ օրենքներուս մեջ պիտի քալեք եւ իմ իրավունքներս պիտի բահեք եւ գործադրեք Եվ որ այս կգարտամ եթե անգեղծենք մենք մեզի կսենք երբ եղավ այս բաները կամ երբ պիտի ըլլա բղծությունը պիտի հանի իմ մեջ ես նոր սիրտ պիտի դա նոր միտք պիտի դա բոլոր գուրկերը իմ մեջի գուրկերը հասկացանք ինչ որ ես գուրկ կնեմ մեկը տրամն է իր գուրկը մեկը գինն է իր գուրկը մեկը իր զավակն է իր գուրկը մեկը իր կորզն է իր գուրկը մի խոսքով գուրկեր ցեզի գսե այդ գուրկերեն պիտի ազատեմ բղծությունեն պիտի ազատեմ Ձեր ներսիտին հոգին ասել է մտածելակերպը պիտի փոխեմ սիրտ եւ հոգի ասել է մտածելակերպը պիտի փոխեմ Ձեր մարմիններեն քարեղեն սիրտը անզկամ սիրտը պիտի անեմ զգայուն սիրտ պիտի դամ Տեսանք այսօրվա աշխարհը մենք մնայեցեք քարեղեն սիրտ բղծություն ամեն գոմ մտնայեցեք գուրկ ամեն գոմ մեկը այդ բանն դեն գվազե մյուսը այդ բանն դեն գվազե Դերը գսե ես ցեզի օրմը խոստանամ որ ներսեն պիտի փոխեմ Ժողովուրդ մեր խնդրեմը ներսն է Ուրեմն մարգարեություն Օրմը այդպես պիտի ընեմ գսե դերը Երբ կդարեց Եկեք երթանք մի հատ հիմա Հիսուսի օրով որ Հիսուս եկած էր աշխարհ Հովանու 7-րդ գլուխ Հովանու 7-րդ գլուխ համար 37-ին Դոնին օրը գսե վերջին օրը Հիսուս գահաղագեր կարևոր այս բառը գահաղես էլի քրի է Շատ անգամ չեք տեսնել Հիսուսի մորալը Սա գահաղագ է Սա շատ կարևոր բան մի դեսե Գահաղագ է եւ գսե եթե մեկը ծարավ է թող ինձ գա եւ խմե Ինչի ծարավ Եզեկիել ճուրին ծարավ Եթե մեկը ծարավ է մաքրվելու, բղծություններեն դուրս գալու, նոր սիրտ ունենալու, գուրկերից դուրս գալու, եթե մեկը ծարավ է ներսիտից փոխվելու, ներսեն փոխվելու, միտքը փոխվելու, թող ինձ գա։ Իսկ եթե մեկը ծարավ չէ, կավայտել լիքը մարդ կար, որ ծաղրում էին Հիսուսի, Եթե այդ մարդիկ չգան, ասել այսօր շատ մարդիկ կան նույնիսկ մեր մեջ, դերևս, որ հոգը չէ, ներսեն փոխվելու, մաքրվելու, բղծություններեն ազատվելու, սուրբ մարդը լալու, սուրբ հոգիով քայլելու, մաքուր սիրտ ունենալու, ըզգայուն սիրտ ունենալու, դերևս անչափ կարևոր չէ մեր մեջ։ Ուրեմն Հիսուս կասե, եթե մեկը ծարավ է, թող կա եւ ինձ խմե։ Հիսուս չստիպեց այդ մարգարեությունը, որ Աստված գնե 5 դագարանի մեջ, Հիսուս կասե այն ճուրը, որ կասե ճուր պիտի սրսկեմ, չէ՞։ Այն ճուրը, որ մաքրության ճուր է, եթե ծարավ եք, եկեք, նայեցեք ինչ պիտենեմ ձեզի, ինձի եկեք, և ինչպես կսե կիրքը, գենտանի ճուրեր գպխին, գենտանի ճուրը որ մեկ գպխի, Հիսուսեն գպխի, ինձ մեջ է, շատեր այսպիտ սխալ մեկնապանեն գգարձեն, որ եթե Հիսուսի կանք մեր մեջ գենտանի ճուր գպխի, ոչ, եթե Հիսուսի կանք իր մեկ գենտանի ճուր գպխի, և այդ գենտանի ճուրը իմ մեջ կյանք կլա, ամեն Ուրեմն գսե, եթե մեկը ծարավ է թող կա ինձի։ Եվ գսե, այս հոգին համար ըսավ Հիսուս, սուրբ հոգին համար։ Իրեն հավատացողներուն, որ պիտի առնեին։ Եթե ուշադրությունրիք, Աստված խոստացավ։ Հիսուս եկավ, բայց դեր սուրբ հոգին չեղավ։ Հիսուս գսե, ես եմ դվողը, Աստված ըսավ ես պիտի դամ,
5 դագարանի մեջ։ Նոր գդարի մեջ Հիսուս կսե դվող ես եմ, լավ լսեցեք։ Այստեղ արդեն Հիսուսի աստվածությունը կտեսնենք։ Նույն բանը 5 դագարանի մեջ Աստված բիդեն է, նոր գդարի մեջ Հիսուս բիդեն է։ Հիսուս Աստված է։ Եհովայի վրա չենք մենք։ Մենք հագարակ ենք Հիսուսի մարդկությունը միայն ճաշտելը։ Ուրեմն եթե մեկը ծարավ է այդ ինչ որ հայրը սավցեց 5 դագարայի մեջ, հիմա ես ցեզի պիտի դամ, եկեք ինձի, բայց ով պիտի կա անոնք որ կհավատան Հիսուսի։ Ամենուն չկա։ Բայց գսե թեր դրված չէր, նայեցեք համարը գսե Սուրբ Հոգին դրված չէր Դագավին։ Երբ պիտի դրվեր, հիմա կգարտանք։ Ուրեմն գտեսնեք Աստծո մեխանիզմը կխոստանա, Հիսուս եկավ Սուրբ Հոգին ինչու դալու համար, մաքրելու համար։ Սուրբ Հոգին հրաշք կնելու համար չէ, մաքրվելու համար է։ Սուրբ Հոգին լեզուներ խոսելու համար չէ, մաքրվելու համար է։ Սուրբ ոչ թե միայն, Սուրբ Հոգին մարգարեություն ունելու համար չէ, մաքրվելու համար է։ Եթե մեկը այն ճուրին ծարավ է մաքրության, եկեք ինձի։ Չսեր գզե, ով գուզե հրաշք կնել թող կա ինձ, այսպես կարոզիչներ կան հիմա, այսպես դբրոցներ կան, ով հրաշք կուզենել, եկեք ցեզ սորվեցնենք, ինչպես հրաշք կնենք, ինչպես լեզուներ խոսենք, ինչպես մարգարեություն ունենք։ Ժողովուրդ, սուրբ գիրքը չսորվեցներ։ Սուրբ գիրքը գսե, ամ որ ծարավ է մաքրության, սրբության, փոխվելու, մաքրվելու, հսկայուն սիրտ ունենալու թող կա ինձ։ Ամեն։ Ծարավ արդարության, ծարավ մաքրության։ Հիմա եկավ օրը Պենտեկոստեի օրը գործարակելոց երկրորդ գլուխ գիտեք, շատ անգամ գարտացինք, բայց եկեք գարտանք։ Կսիրեմ այս կոնե Պենտեկոստեի օրը միասին գարտանք։ Բացեք ձեր սուբկիվները եւ եկեք բատմությունն է։ Հիմա գտեսնենք ոչ թե մարգարեությունը, ոչ թե Հիսուսի հրավերը, այլ գտեսնենք օրը, ինչ պատահեցավ ճիշտ այդ օրը։ Մի խոսքով ինֆորմացիոնն է այսօր։ Այս տեքստը։ Պենտեկոստեի ինչ ասել է։ Կոնե օմոյս իմացեք։ Այսօր մեգումը գլսեի Panov internetով, Facebook-ով, մեր հայերեն, գսե օ սիրելի ժողովուրդ, ձեր հոգալստյան դոնը շնորհավոր։ Այդ դուղուն ես լավ գճանշտամ։ Շնորհավոր ինչ։ Հոգեկալուստ ինչ։ Ինչ հոգեկալուստ կշնորհավոր ես, եթե դու լուրջ ունես, ով է, ինչ է, ինչու է։ Այդ հոգեկալուստը ինչ է։ Հիմա մենք կսորվենք։ Չենք գալքի, եթե գիտեինք կհիշենք։ Հասկանաք, ժողովուրդ ջան, մենք չենք կրնար խոսքերս էլ եթե իմաստը չենք գիտեր։ Ինչ պատահեցավ, երբ Պենտեկոստեի դոնը հասավ, գործ արակելոց գլուխ 2 առաջին համարեն, Պենտեկոստեի դոնը հասավ, Պենտեկոստեի օրը սկսի առաջ հրյական դոն էր, քրիստոնեական դոն չէ, հրյական։ Եվ իմաստն լսեց էս։ Հանգարձակի երկինքեն ցայնը եկավ սասկաշունչ հովի մցայնի պես եւ բոլոր դունը լեցուներ ուր նստեր էին ով արակյալները եւ բաժնված լեզուներ երևցավ իրենց որբեսի գրագե ու ամեն մեկուն վրա նստավ։ Ամեն կնալ Սուրբ Հոգիով լեցվեցան ու սկսան ուրիշ լեզուներ խոսիլ։ Ինչպես Հոգին իրենց խոսիլ գուտա։ Շատ կարևոր է այստեղ։ Ինչպես Հոգին խոսիլ գուտա։ Ոչ թե ինչպես ես կխոսիմ։ Ես լեզու խոսելու բարգև չունիմ, բայց Սուրբ Հոգին իմ մեջ լեզուներ կխոսի։ Ես ալ կխոսիմ։ Հասկացաք միտքը, հասկացաք նյուանսը գսեմ ֆրանսերեն։ Ես բան չունիմ, ինչպես ինք իմ մեջ կկործե, ինչպես երբ ինձ ցևով ինք կնե, հա, այն ժամանակ կնե։ Հալելույա։ Ուրեմն, Երուսաղեմի մեջ բնակող հрьяաներ գային, աստվածավախ մարդիկ, երկնքի տակ եղած բոլոր ազգերեն ժողվված։ Երբ այս ցայնը եկավ բազմությունը մեկտեղ եկավ ու խռովեցավ, խանգարվեցավ, վասնզի գլսեին անոնք իրենց ամեն մեկուն լեզվովը։ Ամեն կնալ գսկանչանային եւ գզարմանային եւ իրարու գսեին, չէ որ ահա ասոնք ամեն կնալ գալիլեացի են։ Ուրեմն ինչպես կլսենք մենք մեր ամեն մեկ լեզվովը, որուն մեջ ծնած ենք։ Ասոնք բարթևներ գխոսեին, մարեր, եղամացիներ, ասոնք որ գբնագեին միջակետի եւ մասնավորապես գշշտեն որ այդ լեզուները ջանցված լեզուներ են։ Ինչու։ Գիտեք ինչու։ Ավետարանը պետք է այդ երկիրները երթար։ Պետք է որ խոսվեր։ Ուր հասանք բարթևներ, մարեր եւ այլն, համար ինքը փյուրիկացիներ, Բամփյուլիայի մեջ, Եգիպտոսի մեջ, Գյուրենի մեջ,
լիբիացիներու Լիբիայի գողմերու մեջ, նաև հռոմայացի բանտուղներ, թե հրյաներ, թե նորահավատներ, գրեդացիներ եւ արաբացիներ գլսենք, որ մեր լեզուներով կպատմեն Աստծո մեծամեծ բաներու մասին։ Ինչու Սուրբ Հոգին եկավ, որպես Աստծո մեծամեծ բաները պատմվի, տարբեր լեզուներով, տարբեր ազգերով։ Միան հրյաներուն համար չէր, անորոմալ լեզուները դրվեցավ, որ ոչ հրյաներն ալ հասկանային։ Ոմանք ալ գսե ձաղր գնային։ Նորմալ է։ Բայց Պետրոս համար 14 ելավ 11-ին հետ մեկտեղ ցայնը վերցուց եւ խոսեցավ անոնց ասավ ով հրյա մարդիկ եւ դուք ամենքդ որ Երուսաղեմ կբնագիք այս ցեզի հայտնի թողլա եւ ագանջ տրեք իմ խոսքերուս կանզի ասոնք ոչ թե քինովցած են ինչպես դուք կգարձեք քանի որ դեռ արդվա ժամը 9 է հաբա ասիգա այն օրն է որ հովել մարգարեին միջոցով ըսվեցավ Պետրոս կսե մարգարեությունը 5 դագարանի մեջ որ խոսված էր ահա գբադայի հասկացաք իմ Հիսուս չսավադի քանի որ Հիսուսի եղած օրը դեր Սուրբ Հոգին իջած չէր Հիսուսեն հետո իջավ եւ Պետրոս կսե ահա գբադայի ասիկա այն հովել մարգարեի միջոցով լսվեցավ եւ պիտի ըլլա որ վերջին օրերը երբ են երբ որ ոչ թե Հիսուսի եկած օրը վերջին օրը Պենտեկոստեի օրն է երբ սկսում է վերջին օրը ժողովուրդ մենք վերջին օրին մեջ ենք սկսավ վերջին օրը երբ որ Աստված գադարեց իր խոստումները Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին եկավ ուրիշ բաներիկ չունի եւ մենք դեռ կմտածենք ինչ պիտի անենք կալ տարի մյուս տարի մենք վերջին օրերն ենք Վերջին օրերը գսե Աստված իմ հոգիս ամեն մարմինի վրա պիտի տապեմ ծեր դղակը, ծեր աղջիկները, պիտի մարգարեյանան, երիտասարդները, դեսիկներ պիտի տեսնեն, ծեր ձերերը, երազներ պիտի տեսնեն, իմ ծառաներուս եւ իմ աղիներուս վրա այն օրեր իմ հոգիս պիտի տապեմ եւ պիտի մարգարեյանան։ Մարգարեյանալը ասել է որ իմ խոսքերս պիտի փոխանցեն։ Մարգարե պիտի ըլլան այս ժողովրդին Իմ աղախիններս մարգարե պիտի լան, ինչպես Եզեկիել, ինչպես Դանիել, ինչպես Երեմիա, մարգարե պիտի լան։ Ասել է որ իմ խոսքերս պիտի փոխանցեն ուրիշներուն։ Եվ այդ խոստացված էր Եզեկիել մարգարեության օրը, գադարվեցավ այս օրը, նպատակը ինչ էր, մաքրելու ժողովուրդը։ Ավետարանի խոսքը լսեցնելու եւ ժողովուրդը մաքրվեց, սիրտը փոխել, միտքը փոխել, զգացումները փոխել, կապվածությունները փոխել, մեղքերից ազատել։ Աստված խոստացավ Եվ Աստված գադարեց։ Ժողովուրդ Սուրբ Հոգին գուկա, որ գադարե այն միսիան, որուն համար Հիսուս մերավ։ Հիսուս ինչու մերավ։ Ինչու հարություն արավ։ Որպեսի մարդը իր կապվածություններն ազատվի։ Գիտեք մենք կրնանք հիմա նստիր սկսենք աղոթել բարձրացան բորալով կանչելով, որ Սուրբ Հոգին մեզ լեցնի եւ այլն, օքեյ, բայց եթե չենք գիտեր ինչու։ Եթե չենք գիտեր ինչու։ Գիտեք, երբ որ գարտանք Եփեսացիսը, դա յոր գարտամ, շատ արագ ցևով, հոյագապ ցևով, Եփեսացիս, 5-րդ գլուխը, Եփեսացիս 5-ը գսե հետևյալը, համար 15, նայեցեք, որ զգուշությամբ կայլեք, ոչ թե անմիտներու պես, հաբա իմաստուններու պես ժամանակը ձախու արեք, վասնզի օրերս չարեն։ Անոր համար գսե անմիտներն լակ, հաբա իմացեք ինչ է դիրոջ կամքը։ Եվ այստեղ գկա այդ խոսքը, որ բոլորս գիտենք, մի քինովնա քինիով, անոր մեջ անարագություն գա, հաբա Սուրբ Հոգիով լեցվեցեք։ Սուրբ Հոգիով լեցվեցեք, սաղմոսներով, օրդություններով, խոսակցելով ձեր մեջ լավ խոսքերով, ամենադեն, ամեն բանի համար գոհություն տվեք Աստծո։ Սուրբ Հոգիով լեցվին։ Ինչ էին առաքյալները, երբ Սուրբ Հոգիով լեցվեցան։ Դուրս ելան եւ ավետարան քարոզեցին։ Ինչ ասավ Պետրոս։ Ասավ ապաշխարեցեք, փոխվեցեք, մգրդվեցեք եւ Սուրբ Հոգի բարգեւը պիտի ստանաք, որովհետեւ այս խոստումը գնա սերունդ է սերունդ։ Քուր եղբայրներ, երբ որ գնայիմ այստեղ Սուրբ Հոգիով լեցվիլ, միակ միջոցն է, որ այստեղ մեզի գսորվեցնի,
Աստծո գադարյալ խոստումները իմ մեջ մի խոսքով իմ սիրտս փոխվելու համար ես Սուրբ Հոգիով պետք է լեցվեմ։ Իմ զգացումներս փոխվելու համար Սուրբ Հոգիով պետք է լեցվեմ, համար ղրգեց։ Իմ գուրքերես դուրս գալու համար Սուրբ Հոգիով պետք է լեցվեմ։ Ինչպես ես եկել եմ այսօրվեցուց։ Իմ գապվածություններս դուրս գալու համար Սուրբ Հոգիով պետք է լեցվեմ։ Գսես Սուրբ Հոգիով լեցվեցեք։ Արաքյալները լեցվեցան իրենց համար էր այդ։ Բայց հետո Սուրբ Հոգին չգնաց երկինք։ Շարունակվեց։ Արաքյալները մեռան 2000 տարի անցավ։ Բա մենք ինչ անենք։ Նույն բանը։ Սուրբ Հոգիով լեցվին, որպեսզի կարողանան Սուրբ Հոգի առաքելություն շարունակել։ Եկավ, որ Աստված ասեց. «Իմ հոգիս ձեր մեջ պիտի տնեմ, եւ դուք պիտի փոխվիք, եւ Քրիստոսին պիտի նմանիք»։ Եթե ծարավ է մեկը, թող գա ինձ։ Սուրբ Հոգիով լեցվեցեք, ինչպես պիտի լեցվին Սուրբ Հոգիով։ Համարը շատ բարձ է։ Մենք ենք խնդրեմը, ասեմ ժողովուրդ, մանավանդ 1978-79-ին այս Սուրբ Հոգի լեցվելու խնդրեմը եկեղեցիներ բաժնեցին արից։ Երբ որ քարիզմատիկ բենտեկոստեի շարժումները սկսան, միայն շեշտը տրին հրաշքի վրա, լեզուներ խոսելու վրա եւ մորցան նպատակը։ Պարտիրոջ ոչ բոլորը։ Սուրբ Հոգին նպատակ ունի։ Սուրբ Հոգին նպատակ ունի, որ ես կարողանամ իր ներկայությունով լեցվիմ Սուրբ Հոգի Հիսուսը ընդունելով, կամ Հիսուսը ասե ինձ եկեք։ Հիսուսը ընդունելով Սուրբ Հոգին գա, որպես իմ ներսս փոխվի։ Որչափ երկար ամբրիս, անչափ երկար պիտի փոխվիս։ Երկար հավատացյալները գրնան վկայել այս բանին։ Որչափ մեկը երկար հավատքի մեջ անչափ կտեսնենք որքան տկար է եւ որքան Սուրբ Հոգին պետք ունի։ Նոր հավատացյալներն են մեր մեջ երբեմն գսեն Հիսուսյանը ով եւ այլն, կգարձեն թե արդեն իրենք երկինքում են։ Մեկ երկու անգամ քեդինը գինան հասկանան որ չէ, դե շատ բաներ կա մեջ փոխվել։ Հազիվ մեկ գաբաշխարը մի քանի տարի գացի, քեզի տասնալու կսկսի, արդեն ինքը ամեն ինչ գիտի, բայց գսես օքեյ, վնաս ես ալանանգեի։ Երբ որ դարին գանցնի կտեսնես որ չէ, ներսը փոխվելու օհո։ Եվ Սուրբ Հոգին քեզի եւ ինձի աղոթքներու ընթացքին պիտի ցույց տա։ Սուրբ Հոգիով լեցվեցեք, կսե եւ գարձեք, քուր եղբայրներ, մեզի այստեղ արաքյալները իրար հետ կսե գաղոթեին։ Չէ՞։ Բենտեկոստեի օրը, երբ իջավ Սուրբ Հոգին, ուր էին արաքյալները։ Մեկտեղ միապան ինչ կդեին։ Խորոված չեն ուտեր, գաղոթեին։ Եվ այստեղ նույն բանը գսե։ Գսե որ Սուրբ Հոգիով լեցվեցեք, հաջորդ համարը գսե սաղմոսներով, օրտնություններով իրար հետ խոսակցելով, ասել է նույն տեղ։ Զումային չէ, նույն տեղ։ Իրար հետ խոսակցելով, փառք տալով Տիրոջը, այս միջոց է, որպեսզի փոխվիմ։ Եկեղեցիներ կան այսօր փոխվելու նպատակ չունին, կարծես լավ են իրենք։ Ժողովուրդ կուքա 500 հոգի են ուրախ են։ Նպատակը ոչ ժողովուրդն է, ոչ լավ ծառայություններն են, նպատակը փոխվելն է։ Գապվածություններս դուրս գալն է։ Բնավորության գիծերս փոխվելն է։ Մեջս զգայուն սիրով լեցուն սիրտ լեցվելն է։ Իմ նպատակս փոխվելն է։ Քուր եղբայրներ դու գնաս դարիներ եկեղեցի կալ, բայց քո մեջդ փոխված չի։ Գնաս լավ աղոթել, քանի որ կոպի ես անում, Սարգիսին եղբորը քրոջը նույն կոպիան ես անում, նույն խոսքերը գսես, բայց մեջդ փոխված չէ։ Ուրեմն լեցվիր Սուրբ Հոգիով, երբ լեցվիր Սուրբ Հոգիով, երբ որ եղբայր քույրերով միասին, բարձությամբ, միապանությամբ, սիրով, այո, անգեղծությամբ, այո, բայց իրար հետ Աստծո խոսքը խոսելով, իրար հետ լինելով, լեցվեցեք կսե, եթե լավ կգարտակ այսօր արդու մե մնալ, արդու կացի շատ շուտ նոր գդակարը մի հատ անցա վրայից, ասեցի տեսնեմ Սուրբ Հոգին երբ որ կկործե, ուր կկործե, գիտեք ուր կկործե, եկեղեցի մեջ, բնդրեցեք։ Մի հատ Սուրբ Հոգի մայ խոսենք բարգևներու մասին։ Մի հատ նայեցեք Սուրբ Հոգի բարգևները ուր են։ Ինչու՞, քանի որ ասած ժողովուրդին ղրգեց Սուրբ Հոգին, Սարգիսին չղրգեց։ Ուրեմն Սուրբ Հոգին եկած ժողովրդի մեջ նպատակը որ ինձ փոխե։ Երբ որ ես Հիսուսը կընդունեմ, կաշխարեմ իր շնորհքով, երբ որ ինձ կքաշե իրեն, շատ շուտ իմ մեջս կղրգե ինչը Սուրբ Հոգին, որպեսզի ինձ մաքրի։ Այդ պայմանով որ ես ծավալավ ըլլամ մաքուր կյանք ունենալու, ոչ թե եկեղեցի գալու։ Շատեր ապաշխարեցին, նույնիսկ մգրդվեցան ջուրով եւ այլն, գիտեք ինչու, որ լավ կյանք ունենան։
Տարիներ առաջ մեկը ինձ ասավ, «Կարամ մգրդվել, ասի ինչու, որ կորձերս հաջողվի»։ Ինչ ասենք, մարդը տեղ է, չի հասկանում, խնդիր չէ, կբացատրենք, բայց սելիկս նպատակը ինչ է Սուրբ Հոգի, եկեղեցի եւ այլն, որ մենք լեցվենք Հիսուսի պատկերին պես լան, իր ուրախությունը, հիմա չէ՞ մի քանի բաներ գսեմ, իր ուրախությունը, իր զորությունը, իր լեցունությունը, լեցվեցեք գսե, երբ իրար հետ խոսակցելով ինչ բարձ բանս էլ է մեզ եւ մենք կոմպլիկե ենք անում։ Ասում ենք, եթե ցերկը այսպես չվերցնես, Սուրբ Հոգին չի լեցնի։ Եթե ոտքդ այսպես չվերցնես, Սուրբ Հոգին չի լեցնի։ Եթե լեզուներ այսպես չխոսես, Սուրբ Հոգին չի լեցնի։ Ժողովուրդը խափում են իրար։ Պարգև է Սուրբ Հոգին։ Նվեր է։ Աստված անհամբեր սպասում է քեզ դա եւ լեցնե քեզ։ Անհամբեր։ Քանի որ Հիսուս քինը վճարեց։ Բայց հարցը է դա, ծարավ ես կամ չէ։ Երկու անգամ ծարավցածներ գսե Եզեկիել մարգարեն, Եսայի մարգարեն, ով ծարավցածներ ինձ եկեք։ Ծրի արեք, գսե ճուրը ծրի արեք։ Ծրի արեք։ Եվ Հիսուս ալ գսե, եթե մեկը ծարավ է թող ինձիկա այն մաքուր ճուրը սրսկեմ վրեն։ Մի հատ մաքրվի ես մարդը։ Մի հատ սիրտ փոխվի ես մարդուն։ Հալելույա։ Պենտեկոստեի օրը ինձ կհիշեցնե, որ ես Աստծո ժողովրդի մեջն եմ։ Պենտեկոստեի օրը ինձ կհիշեցնե, որ Տերը ինձ փոխելու համար իր անձը զոհեց։ Հավատացյալը չի բավել, հավատալ չի բավել։ Հավատալ ասել է, ես պիտի հանձնվիմ, որ իմ ներսս փոխվի։ Եզեկիելը մեկ հատ գարտան կուզեք, հետո ուրիշ համարներ գարտամ ցեզի։ Ձեր վրա մաքուր ճուր պիտի սրսկեմ, կամած գարտամ։ Ձեր վրա մաքուր ճուր պիտի սրսկեմ։ Ու պիտի մաքրվիք։ Ձեր բոլոր բղծություններեն, ձեր բոլոր գուրքերեն ձեզ պիտի մաքրեմ։ Ձեզի նոր սիրտ պիտի դամ։ Եվ ձեր ներսիթին նոր հոգի պիտի տնեմ։ Եվ ձեր մարմիններեն քաղրեղեն սիրտ պիտի հանեմ։ Ձեզի մարմներեն սիրտ պիտի դամ։ Իմ հոգիս ձեր ներսիթին պիտի տնեմ։ Եվ դուք իմ օրենքներուց մեջ պիտի քայլեք եւ իմ իրավունքներուց մեջ պիտի բահեք եւ գործադրեք։ Սիրտդ պիտի փոխեմ, բայց իմ օրենքներս պիտի կատարես։ Սուրբ Հոգին պիտի դամ, բայց իմ իրավունքներուց մեջ պիտի մնաս։ Ես քեզի պիտի դամ, պիտի մաքրեմ, պիտի սրբեմ, նոր անձ պիտի դեմ, բայց դու իմ խոսքից մեջ պիտի մնաս։ Եվ ոչ թե մաքուր դրտերնիկի նման դրինք, մաքուր ենք մենք։ Նպատակը մաքրվելը չէ, նպատակը իր կամքը կատարելն է։ Մաքրվելը միջոցն է։ Ինչպես է որ Ղազանը ծեր դացան աղդոդե պիլավ պիտի եպես, մեկ հատ կմաքրես։ Հետո պիլավը կեպես, նպատակը պիլավ եպելն է, Ղազանը մաքրել չէ։ Չեմ կարծել քույրիկներու նպատակը իրենց Ղազանները միան մաքուր բահելն է։ Նպատակը մաքուրը լա, որբեսի ուտենք։ Նպատակ կա։ Աստված կսե մաքրեմ, որբեսի դու կործատրես ապրիս իմ համար։ Մաքրեմ, սիրտդ փոխեմ, որ բաշտես ինձի։ Սիրտդ փոխեմ, որբեսի որ Սուրբ Հոգին կա, հանգիստ ըսկա քո մեջ։ Հալելույա։ Հանգիստ ըսկա Սուրբ Հոգին մեր մեջ։ Իրենը լապարկ։ Հալելույա։ Հիմա քանի որ Սուրբ Հոգին ուրեմն երբ որ Աստված գուտա մենք կսկսենք լեցվել Սուրբ Հոգիով իր կամքը կատարելու, մեր սիրտը փոխված, մեր սիրտը մաքրված, մեր սիրտը շիդակ տեղ նայած, հիմա քեզ գտնե եկեղեցիի մեջ եւ այդտեղ նայեցեք ինչ կպատահի։ Սուրբ Հոգին կորձը չի վերջանալ մինչև քո կյանքիդ վերջ։ Քո մեջ։ Իմալի մեջ։ Եվ երբ որ եկեղեցիի մեջ գտնեմ էզի, գսե ամեն մեկուն գսե եկեղեցիի մեջ ամեն մեկուն հոգին հայտնությունը դվավ բոլորին շահին համար։ Քո մեջ Սուրբ Հոգին դրել է իմ շահիս համար։ Մտածի ասոր մասին։ Եկեղեցի մասին է խոսքը։ Անոն մեկը երբ որ գավաշարի, շատ շուտ պիտի երթա եկեղեցի։ Քանի որ այդտեղ պիտի ընդունի շահ։ Օրդնություն, որու միջոցով։ Մեզ անգադար մարդկանց միջոցով։ Մենք մտածենք, քանի տարի եկեղեցի եկել ենք, կամ քիչ, կամ երկար դու նայր։ Ինչ շահ ես ստացել այդտեղ։ Ես իմ հոգևոր աճս եկեղեցի մեջ եմ ստացել։ Քույր եղբայրներու սխալներով,
ինձ հանդիմանելով, ես գրի վրելով, ինքը ինձ հետ գրի վնելով, եղել է միլիոն բաներ։ Նեղացրել են ինձ, ես նեղացրել եմ իրեն։ Բայց եկեղեցին մեջ ես մեծացել եմ։ Քանի որ այդտեղ Սուրբ Հոգին քո մեջ մի բան գնի ինձ համար։ Իմ մեջ ալպամը գնե քեզի համար։ Իմ որ գսեմ ոչ թե հովիվ, ես եղբայր, նորմալ, իրար։ Բոլորին ինձ համար այդտեղ շարժավ մի բան մեջս։ Սուրբ Հոգին իմ համար չէ։ Սուրբ Հոգին քեզ համար է ինձ դրված։ Բոլորին շահին համար։ Եվ եթե ուշադրություն գնեք, հենց այս կետի վրա մենք խնդիրներ ունենք, եկեղեցիները կպաշտվի, մարդիկ եկեղեցից կնեղանան, Սարգիսին կնեղանան, Հակոբին կնեղանան եւ գմորնան, որ ուրիշ ճար չկա։ Լավ է, վատ է, էսա։ Էսա։ Ուրեմն, քանի որ Տերը այս քիչ առաջ ինչ ասեցի, ինչպես Տերը որոշեց։ Ոչ թե ինչպես ես որոշեցի։ Հիմա վստահ եմ, եթե ինձ հարցնեիր, գնախնդրեի, որ մեր եկեղեցի մի քիչ էսպես լար, հետո մի քիչ էսպես լար, այս մարդը մի քիչ էսպես լար, այդ մարդը այդպես լար։ Եթե ինձ հարցներ, գնանք մենք իրար փոխեին։ Գնանք դու այդպես, որ ես լավս կամ։ Բոլորս ալ ունենք այդպես բան։ Հովիվը մի քիչ էսպես լիներ, ավելի լավ կլիներ, օրինակի համար։ Ախպեր, էսա։ Հիմա հարցը դա որ եթե ես տարբեր ցևով նայեմ, որ Աստված դրած է ինձ մաքրելու նպատակով, որ Սուրբ Հոգին լեցվի քո հետ աղոթելով, իրար հետ կսե չի աղոթեցեք, որ ես լեցվիմ Սուրբ Հոգիով քո հետ պարապանելով, քեզ հետ սաղմոս երկելով, գնախնդրեի թերևս այդ եկեղեցի մեջ ավելի լավ սաղմոսներ երկել, օքեյ, բայց դեր ինձ ստեղ տրել է, քանի որ ինձի քո դգար աղոթքով ինձ մի բան պիտի ասի։ Քո դգար աղոթքով։ Ուրեմն մենք ենք չափանիշ տնողը։ Այս մարդը լավ է աղոթում, իրեն հետ աղոթեմ։ Այդ մարդը մի քիչ իրեն հետ շատ կորչ ունեմ։ Այդ մարդը լավ հավատացյալ է, իր հետ շփվեմ։ Մյուսը քիչ հավատացյալ է, չեմ շփվում։ Ժողովուրդ, եթե երկուքը Սուրբ Հոգին ունին եկեղեցին մեջն են, դու եւ ես պարտական ենք իր արմով լեցվիլ Սուրբ Հոգիով։ Ալելույա։ Այս է Պենտեկոստը, որ Տերը հրավ մեզի։ Շատ բարձրով։ Ուրեմն գսե իրար շահուն համար գսե, եթե մեկը գսե հոգիով իմաստության խոսք դրված է, թող հոգիով իմաստության խոսք։ Ես հիմա բարգևներու մասն է խոսքը։ Բարգև դված Սուրբ Հոգին։ Քեզի ինձի մյուսին բոլորից բարգևներ ունենք։ Իմաստության խոսք, գիտության խոսք, մյուսին հավատք, մյուսին բժշկության բարգև, նույն հոգիով գսե հրաշագործության բարգև, ուրիշին մարգարեություն, ուրիշին հոգիներու զանազանություն, ուրիշներուն զանազան լեզուներ, ուրիշներուն լեզուներու թարգմանություն, այս համար 11-ը, այս ամենը գսե միևնույն հոգին է, որ գներկործե եւ ամեն մեկուն լավ լսեցեք, զատ գպաժնե ինչպես ինք կուզե։ Որքան քորոզ մարդ ենք մենք երբեմն Աստուծո գսենք ինչպես ինչ անի ինքը մեր հետ։ Ինչպես ինք ուզե։ Միայն եթե ես ինձ դրած է այստեղ քեդին ավլելու համար, այդպես ավլեմ Սուրբ Հոգիով լեցված։ Մենք շատ անգամ տեսնում ենք հոգևոր բաներ։ Միկրոֆոն ունենալը շատերուն համար բան է, օծություն է։ Ոչ, ամեն մեկս ունենք մեր տեղը։ Բայց ինձ ինչ որ կնեմ, լեցվիմ Սուրբ Հոգիով, որ ինձ դրվածը այնպես անեմ, որ քրոջս եղբորս շահին համար լինի։ Սուրբ Հոգիով լեցվիլը թիմացինին փարսացնելու նպատակ է։ Իսկ լեզուները, հրաշքները, մարգարեությունը, իմաստության խոսքը, գիտության խոսքը, ամեն գործած է, բայց նպատակը չմոռնաս։ Քրոջդ եղբորդ փարսացնելու համար։ Ուրեմն անոնք որ շատեր որ իբր թե լեցուն բարգևներ ունին եւ իրենց դունը գնստին, այդ բարգևները ոչ մեկուն օգուտ չէ։ Օգուտ բիդլա ինձ քեզ իրար։ Բարգևներ, այո, եկեղեցին մեջ բարգևներ, Սուրբ Հոգին պետք է երևնա։ Սուրբ Հոգի գործերը պետք է երևնան, ոչ թե քո գարձած ցևով։ Մի քանի ամիսներ առաջ մեկ եկավ ասա, հովիվս մեր եկեղեցի մեջ շատ Սուրբ Հոգին չերևնար։ Ասի ամոթ քեզի աչքդ փոխի, ակնոցդ փոխի։ Հաբասի էս մարդը, հետո այն մարդը նայր ինչ եղավ, հետո այդտեղ նայր ինչ եղավ։ Հա իրական, բասի ով արեց այս բոլորը։ Ես։ Ոնց կարաս ասես Սուրբ Հոգին չերևնար։
Իր ուզած ծևով գիտեք ինչ է, որ Պաշտամունքի ընթացքի մի քանի քերինի նային, մի քանին է ցած կրդեին, մի քանին է լեզուներ խոսեին, հրաշները լար, հույվը ինար եւ այլն, հա, ուրեմն Սուրբ Օքին գա։ Ժողովուրդ, գնալ այդպես է սակարած չեմ, բայց այդ չի նպատակը։ Սուրբ Օքին ներսեն կփոխի ինձ։ Երանի մի քիչ ավելի փոխեր ինձ։ Իմ աղոթքից նպատակը հրաշներն էլ չէ։ Իմ աղոթքից նպատակը ես փոխվելն է։ Սուրբ Օքին անչափ լեցվի մեջ, որ ես օգուտ դառնամ ավելի եկեղեցին, ինչպես ընեմ, որ եկեղեցին ավելի օգուտ դառնամ։ Ինչ ծրակի մեջտեղ անեմ, որ քույր եղբայրներս ավելի հոգևորապես աճին, ոչ թե ուրախ լան, հոգևորապես աճին։ Էս իմ հովիվ իբր։ Թունալ ուրիշ բան գրնաս ասել, ինչ անեմ, որ քույր եղբայրը այդտեղ նեղացած է, այդտեղ ինգած է, այդտեղ չգա։ Ան որ գուզե գիտեք շատեր չեն ուզում իրենց զանգես, չեն ուզում իրենց ասես ոնց ես, չեն ուզում ասես, չեն ալասի քեզ իրենք ոնց են, օքեյ, դեր օրդն իրենց սիրում են իրենց հերվից։ Բայց այդ մարդը որ պետքի մեջ է կամ դժվարության մեջ է գած, ինգած է կամ ուրախ է կամ եկեղեցի գալիս է կամ դու չկնաս անել։ Անոնը գսե իրար հետ խորհրդակցեցեք, խոսեցեք, սիրեցեք, միապանվեցեք, երկեցեք։ Բայց այս մեկ կողմից չէ, երկու կողմից։ Սել է բոլորը։ Հալելույա։ Այս բարգևներն է, աշխատանքն է։ Ուրիշ համար գա, որ սիրտս ուզեմ ցես փոխել, գիտեք այս համարները, Էդալ նորեն Գաղատացիսին մեջն է, եթե ուզեք երթանք շատ արագ, Գաղատացիս 5-րդ գլուխ, այս ալ Սուրբ Օքի բդողները։ Նայեցեք ինչ կսեմ։ Սուրբ Օքի բդուղը այս է։ Սեր, խնդրությունը սել ուրախություն, խաղաղություն, համբերություն, երկայնամտություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, շուշկարություն։ Եվ ոչ թե միան ես սկիզբն է։ Քույր եղբայրներ, որն է Սուրբ Օքի բդուղը։ Սուրբ Օքի բդուղը Հիսուսի նման լինելն է, բնավորության գիծերեն։ Սուրբ Օքի բարգևը աշխատելու ցևն է, օգնելն է իրար։ Սուրբ Օքի բդուղը բնավորության գիծ է։ Իրար չխառնենք։ Եթե ես Սուրբ Օքիով լեցված չեմ, ես Սուրբ Օքի գործերը չեմ կարող կատարել։ Եթե ես Հիսուսի մեջ միապանված չեմ, Հիսուսի պես բաներ չեմ կարող։ Բայց ինչպես քեզ սիրեմ, եթե իր հոգին իմ մեջ տեղ չունի։ Ինչպես քեզ օգնեմ, եթե իր հոգին իմ մեջ տեղ չունի։ Ուրեմն այստեղ որ կգարտամ, գսեմ դեր բարգևը գա, բդուղը գա։ Բարգևը այդ է որ ես ամեն ինչ անեմ, անելու վրա է։ Իսկ բդուղը լինելու վրա է։ Նայեցեք այս կետերը։ Սեր, խնդություն, համբերություն եւ այլն ինչ է։ Բնավորության գիծեր են։ Եվ մի քիչ անտին գսե անոնք որ Քրիստոսինն են, անոնք որ Քրիստոսին կպատկանին, իրենց մարմինը խաչը կհանեն, իրենց բնական գրքերով, զել բնական բնավորություններով եւ ցանկություններով մեկտեղ։ Իսկ այս համարը հոգիով ապրինք, հոգիին համեմատ քայլենք։ Այդ ասածը համար 17-ներ, այս կարդացած 25-ն է։ Հոգիով, Սուրբ Հոգիով ապրինք, Սուրբ Հոգիին համեմատ քայլենք։ Քույր եղբայրներ, երբ որ ես հասկացա, որ դերը խոստացավ, Հիսուս եկավ ասավ ես եմ դվողը, Սուրբ Հոգի օրը, Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին իջավ եւ ասվեցավ, որ այսօրվն է վերջ, Սուրբ Հոգիով ապրեցեք, Սուրբ Հոգիով լեցվեցեք, իրար հետ խոսեցեք Սուրբ Հոգիի մասին, իրար հետ Սուրբ Հոգիով քայլեցեք, իրար օգնեցեք եւ այդպես ըրեք, որ Սուրբ Հոգին ձեր բնավորությունները փոխի, ձեր էությունը փոխի, նոր սիրտ, նոր միտ, նոր գասկած, նոր ուղղություն, նոր դեսիր, այս բոլորը դացեցի իրար հետ։ Քանի որ ուրիշ մի բան ասեմ։ Ետ վերադառնանք գործ առաքելոց մի համար պիտի կարդամ եւ պիտի հասկանաք լրջությունը ինչ որ գսեմ հիմա։ Գործ առաքելոց երբ որ 10-րդ երբ որ երկրորդ գլուխ քիչ առաջ կարդացինք, երկրորդ գլուխը նայեցեք ինչ կսեմ։
Գարտացինք եկանք մինչև այնտեղ համար 18-ը, որ գսե իմ ծառաներս, իմ աղախիններս, այն օրը իմ հոգի ես պիտի տապեմ եւ պիտի մարգարեյանան։ Հաջորդ համարը նայեցեք ինչ ասում։ Վերը երկինքը հրաշքներ պիտի ցույցտամ եւ վարը երգիրը նշաններ արյուն գրակ ձուխի մարախուխ արևը խավարի պիտի դառնա լուսինը արյունի դեր դերոջ մեծ ու երևելի օրը չգած եւ պիտի ալլա որ ամեն ով որ դիրոջ անունը գանչե պիտի բրգվի ինչ ասել ուզե ասել գուզե որ երբ որ Սուրբ Հոգին ղրկեցի Սուրբ Հոգի ղրկելուց հետո իմ ծառաներս պիտի դառնան իմ աղախիններս իմ կորձերս պիտի անեն եւ անգե վերջը պիտի գա աշխարհի վերջը Քուր եղբայրներ ուրիշ բան չունենք մենք սպասելիք սպասում ենք աշխարհի վերջը գրագը արյունը ձուխը ծծումբը մի խոսքով դադարությունը բայց միջև այդ ինչ պիտենես Սուրբ Հոգիով լեցված սիրտդ փոխված դերը պիտի ծառայես Սուրբ Հոգիով պիտի քայլես Սուրբ Հոգի կորձերով պիտի քայլես պիտի առաջերտես առաջ ուրիշ կորձ չունենք մարգարեությունը Հիսուսի խոսքը գործ արակելոցը Կորինթաց Եփեսացիցը որ գսե լեցվեցեք Սուրբ Հոգիով Կորինթացիցը որ մեզ գուտա ինչ падերու մեջ պիտի ծառայենք Գաղատացիցը մեզ գիտա ինչ սրտով պիտի ծառայենք եւ հայտնություն ամբողջ քիրքը մեզ գսե որ Հիսուս գալիս է եւ մենք ուրիշ բան չունենք նենելիք Գուր եղբայրներ Պենտեկոստե օրը հեսա Պետրոս երբ որ գքարոզե Պենտեկոստեի օրը Երանի մեր քարոզիչները հիմա այսօր որ Պենտեկոստի է այս քարոզի վրա խոսեին Գսե Սուրբ Հոգին եկավ նոր մարդիկ պիտի լակ պիտի սկսիկ մարգարեանալ բայց գսե Հիսուս գալիս է շուտ դրեք գործը ուրիշ բան չի կանենիք մեր նպատակը եկեղեցաշենք ունենալ չէ մեծ ծառայություն դնել չէ գրակներ հրաշքներ դնել չէ մեր նպատակը Հիսուսի պես Հիսուսի մեջ Հիսուսի գործը կատարելն է քանի ուրիշ տարբերակ չունենք ահա ինք տալիս է վերը հրաշքներ վարը երկրի վրա արյուն եւ գրակ ինչ բան գա քո մեջ որ պետք է փոխվի այսօր Սուրբ Հոգիով լեցվեցեք ձեր ցանկությունները պիտի կատարեք Սուրբ Հոգիով քայլեցեք քանի որ դադարության օրը գալիս է շատերս կգարձենք այս շաբաթ նորից մեզ ցույց տվեց դժբախտությունը մեր եկեղեցու մեջ որ մի օրվա մեջ թորնիկ եւ մեծ մայր մահացան ով գսեր այս բանը որ պիտի լար ով գսե որ վաղը պիտի ապրին ով գսե որ միշտ արի պիտի ապրենք ուրեմն քուր եղբայրներ մեկ բան Աստված կատարեց Սուրբ Հոգի բաժինը իմ բաժինն է լեցվիլ իրար հետ խոստովանելով իրար հետ լինելով իրար Աստված բաշխելով իրար հետ Աստված բաշխելով եւ թույլ տալով որ այս օրը մեզ դա մի լավ ընթացք որ մենք կարողանանք եկող օրերու մեջ ավելի Հիսուսի պես Հիսուսի նման Հիսուսի գործերը իրար հետ միասին նոր սիրտ նոր զգացում գուրկերից ազատագրված մի խոսքով մաքուր ճշմարտաբես վերստին ծնված քայլենք Տիրոջը մեջ ես կաղոթեմ որ ամեն օր Պենտեկոստե ապրենք դարին մեկ անգամ չէ եւ որ գսե հունարեն Սուրբ Հոգիով լեցվեցեք այդ լեցվիլ բառը հունարեն ասել է ամեն օր լեցվեցեք process է ոչ թե երբեմները ամեն օր թույլ տվեք Սուրբ Հոգին լեցնեմես իրեն լապարկ այսօր այս կայնա